ընկերներ, բարի օր ձեզ։ Իջել եմ կենտրոն, եկել եմ հանդիպեմ ընկերներիցս մեկին Երևանից։ Գնանք մի քիչ զբոսնենք։ Բնականաբար ձեզ կաշխատեմ ինչ-որ հետաքրքիր բաներ ցույց տամ։ Ձեզ ասեմ բավականին ցուրտ է։ Շատ ցուրտ սառը եղանակ է մի տեսակ։ Գրած էր որ պետք է անձրև լինի, բայց անձրև չկա, բայց դրա փոխարեն կա ցուրտ։ Մի քիչ քամի, բայց դա է։ Ինձ մոտ ժամը 10:30 է, քայլում եմ, գնամ իրեն հանդիպեմ, գնանք զբոսնենք, վերանորոգում են, այստեղ պատրաստում են շատ լավ կանտուչինիներ, կարող եք այստեղից գնել, այստեղ տնական պաստա են պատրաստում ձեռքով, Ոյ, բայց շատ ցուրտ է ժողովուրդ, ես սառեցի ժողովուրդ, իրոք սառեցի, չգիտեմ ուր կարելի է գնալ, մի քիչ հետ գալ, մրսում եմ, շատ եմ մրսում, ինչի գլխակ չեմ հագե, այդ էլ չգիտեմ, ինչ տենց բան արեցի, բայց լավ չարեցի ժողովուրդ, գոնե գլխարկ պետք էր հագնել, քայլեմ, Ինչքան ժամանակ չի եկես թե, մի շաբաթ չեմ եղել այստեղ կենտրոնում ընկերներ ջան, ինչ գեղեցիկ ինչ է սրանք, այս ցրտին աճում են, գնամ, ասեցի կգամ կապելլայի մոտ, գնամ այստեղ սպասեմ, կապելլա Մեդիչի ընկերներ, եթե չեմ սխալվում մուտքը 8 եվրո է, որպեսզի տեսնենք կապելլան, ուղևորվում ենք ընկերներ դեպի Մերկատո Չենտրալը, ուզում ենք սուրճ խմենք, իհարկե ձեզ կփորձեմ ներսում մի փոքր նկարել և ցույց տալ համեղությունները ձեզ ցույց տամ ժողովուրդ։ Իդեպ ստեղ ավելի էկոնոմիկ տարբերակ է, եթե ուզում եք արագ սնվեք, նախաճաշեք, բավականին էկոնոմիկ է այստեղ ամեն ինչի գները, ավելի հեշտ է, բայց իհարկե խորհուրդ կտամ, եթե կարող եք ավելի լավ գնաք որևէ տրատորիա կամ օստերիա սնվելու համար, ընկերներ ջան, այսպիսին է։ Նախկինում սա բաց էր, այն լուստրաները երևում էին, հիմա արդեն չգիտեմ ինչու փակ է, ընկերներ ջան, բայց շատ հարմար է այստեղ գալ իհարկե։ Կարող եք ամեն ինչ ընտրել, մոտենաք դուք ինքներդ նստեք ու այստեղ ուտեք։ Սիրուն են դասավորում, շատ սիրուն են դասավորում իրանք։ Այստեղ իհարկե ամեն ինչը մի քանի անգամ ավելի թանկ է, քան սուպերմարկետներում բնականաբար, որովհետև չմոռանաք, որ սա տուրիստական հատված է, բայց գեղեցիկ է, ամեն ինչը շատ աուտենտիկ է, հետաքրքիր է մոտենալ, նայել, ինչ-որ փոքրիկ բաներ գնել, ինչու ոչ, ընկերներ, ինչու ոչ։ Անպայման մտեք։ Քայլում ենք ընկերներ, դուրս եկանք այստեղից արդեն, քայլում ենք շատ գեղեցիկ տեղ եմ ուզում ձեզ ցույց տամ, Գաղտնի, ձեզ հետո ցույց կտամ ինչպես այնտեղ հասնել, հիմա հասնենք ձեզ ավելի մանրամասն և կպատմեմ և ցույց կտամ և կթողնեմ անվանումը հոլովակի վրա, որպեսզի դուք երբ որ գաք գտնեք այդ գաղտնի վայրերը ընկերներ ջան։ Ձեզ գաղտնի տեղ եմ ասում, կոչվում է Տորրե Գուելֆա, հյուրանոց է, այն ամենավերևը կա տերասա, հիմա կբարձրանանք, մտանք, եթե մեզ տեղից չհանեն, բարձրանանք ժողովուրդ, այսինքն վինտավե աստիճան է, որով բարձանում եք մինչև վերև, մինչև ժամը 4-ը մուտքը անվճար է, հետո արդեն գործում է կաֆե, որտեղ կարող եք գալ, ապերիտիվ անեք և վճարեք բնականաբար, բայց մինչև ժամը 4-ը անվճար է, կարեք բարձրանաք։ Մի հատ նայեք ինչ-որ պատողաններ է։ Հələ ստես պատողանը նայի։ Մամա ջան, հələ սկրիշը նայի։ Это что висит?
լամպոչկա։ Առաջին 3 հարկը բարձրանում ենք լիֆտով, հետո մնացածը ոտով ժողովուրդ։ Հələ որ բարձրանում ենք։ Տենանք միշտ որ ենք բարձրանում։ Բայց հավեսա։ Հավես տեղա շատ տենց ռոմանտիկ։ Մամա ջան, սպորտ էլ արեցինք ձերի հետ։ Ժողովուրդ։ Այսօր հասանք։ Մամա ջան։ Բարձացանք։ Այստեղ ռեստորանը։ Մի հատ նայեք ինչա։ Ժողովուրդ։ Ես այսօր կբարձանանք ու կգնանք ամենավերևը։ Նայեք ինձ սիրունը։ Կարող եք գաք ստեղ ապերիտիվ անեք։ Մի հատ նայեք պալացով եկեմ ոնց է երևում։ Այ։ Հոգնեցի։ Սպասեմ ընկերուհիս գա։ Բարձանանք վերև։ Բարձանանք վերջին աստիճանները ժողովուրդ։ Հասանք ես շատ գիտեմ ուր։ Մի հատ նայեք։ Արի ստեղ դու ավելի լավ է։ Արի ստեղից նայի։ Վաու ժողովուրդ ես ինչ սիրունա։ Մենակ ինչ պանորոմա 360 աստիճան։ Ամբողջ երևում է։ Ամբողջ քաղաքը բացվում է։ Դուք նայեք։ Նույնիսկ գետն է երևում։ Մտել ենք Սանտա Մարիա դել Ֆիորեի մեջ, շատ քիչ հերթ էր, որտեղ երևի սեզոն չի վերջո, ժողովուրդ, երևի մի 10 րոպե ենք կանգնե, եթե հերթ լիներ, մենք այստեղ ժամօրես կկանգնենք դուրսը, եկեղեցու մուտքը բնականաբար անվճար է,
ժողովուրդ ջան, մենք արդեն գնում ենք։ Նայեք ինչ մութ է, ինչքան ենք մանեկ է։ Բոլորիդ բարի երեկո եմ մաղթում, կհանդիպենք։